Դժվար է ապրիլի 7-ը Հայաստանում շատ սիրված տոն անվանելը։ Ժամանակի ընթացքում այն պարտվեց կոմունիստական աշխատավորական մարտի 8-ին եւ դարձավ լոկ մի սահմանագիծ, որտեղ ավարտվում է կանանց միամսյակը։ Այն ավանդաբար կոչում ենք մայրության եւ գեղեցկության տոն, եւ ում ենք մենք շնորհավորում այս տոնի առթիվ մեր մայրերին, կանանց քույրերին։ Սա շատ բնական է, քանի որ մայր եւ գեղեցիկ լինում են սովորաբար իգական սեռի ներկայացուցիչները, թեև 21-րդ դարը նույնիսկ մեզ նման ավանդապաշտ հասարակություններում փորձում է որոշակի կարծրատիպեր կոտրել։ Ասենք մեր աշխարհահռչակ հայրենակցուհին Քիմ Քարդաշյանը պատրաստվում է մայրանալուն, սակայն դժվար է պատկերացնել, թե ինչպես է օրինակ Կալիֆոռնիայի հայ համայնքը նրան շնորհավորելու ապրիլի 7-ի առթիվ։ Եվ քանի որ հայուհիների համար միամսյակը քիչ է եւ կարելի է տոնը առնվազն մինչեւ օգոստոսյան զակատապահածոյացման ծանր ժամանակաշրջանը ցկել, իսկ մյուս կողմից էլ բուն ապրիլի 7-ը մի տեսակ լղոզվում անհետանում է հայկական տոնացույցում, առաջարկում եմ վերաիմաստավորել տոնը եւ նշել փոխաբերական իմաստով մայրության եւ գեղեցկության տոնը։ Օրինակ, այս տոնի կապակցությամբ կարելի է շնորհավորել այն տաքսիստին, ով առաջինը անկախ Հայաստանում նստեց տաքսուղեկին եւ օրինակ դառնալով ուրիշների համար ծանեց այսօրվա մեր հասարակության ամենաանհանգիստ շերտին՝ տաքսիստական եղբայրությանը։ Կարելի է շնորհավորել այն բոլոր պարտված ընդդիմություններին, որոնցից ծնվեցին նորերը, եւ հաղթած այն իշխանություններին, որից եւս ծնվեցին նորերը։ Կարելի է շնորհավորել հայկական խորհրդարանում առաջին մականունով падգամավորին, ով իրենց հետո այնքան լուրջ ավանդույթ թողեց, որ տեսանելի ապագայում դժվար թե հաղթահարվի։ Ապրիլի 7-ը պետք է դառնա այն հարկային տեսուչի օրը, ով առաջինը մտածեց, թե արդյոք պետական բյուջեն ավելի կարևոր է, քան իր ընտանեկանը։ Այսօրը պետք է շնորհավորել անկախ Հայաստանի առաջին դասախոսին, ով հասկացավ, որ գիտելիքի ստուգումը մարդու ազատության եւ իրավունքների արժեքներից ելնելով պետք է անպայման ունենա հաստատուն փոխարժեքով ֆիքսված այլընտրանք։ Պետք է շնորհավորել առաջին այն գործարարին, ով շշի մեջ թեյով սպիրտ լցնելով եւ գեղեցիկ պիտակ փակցնելով այն վաճառեց որպես հայկական կոնյակ։ Իսկ որտեղ մնաց գեղեցկությունը, կհարցնեք դուք։ Շատ պարզ, գեղեցկությունը հիմնադրված ավանդույթը թասիբով եւ անշեղորեն պահելու մեջ է։ Հետևաբար գեղեցկություն ասելով էլ պետք է շնորհավորել մնացած տաքսիստներին, падգամավորներին, դասախոսներին եւ մնացած բոլորին, քանի որ մեր մեծամասնությունը միմիայն ազգի ապագայի մասին մտածելով հավատարիմ է իրեն ժառանգված ավանդույթներին։ Այս մոտեցումը ուժեղ խթան կլինի նոր սերնդի համար, որպեսզի նա ինքն էլ փորձի նման հզոր ավանդույթներ սերմանել, ինչ որ կերպ փոխաբերական իմաստով մայրության տոնին հաղորդակից դառնալու համար։ Շնորհավոր տոնդ, մայր ժողովուրդ։ Գևորգ Էմինտերյան, Սուրանկյուն։